Ինչ գործ ուներ ռազմարտությունաբերական կոմիտեի նախկին նախագահը պատերազմի ժամանակ առաջնագծում։ Որովհետև այն ինչ որ հրապարակվել է 20 թվականի հուլիսին, դա ազգային անվտանգության ռազմավարության կարգավիճակ չունի։ Ինչ բարեփոխումներ են ի վերջո եղել։ Չարեփոխումները ավելի շատ են։ Ռազմարտությունաբերության մասին եթե խոսելու ունենք, ինչ վիճակում էինք նախկինում, ինչ վիճակում ենք հիմա ու ինչ հեռանկար ունենք։ Ռազմարտությունաբերությունը պետք է աշխատի պատերազմից առաջ։ Պատերազմի ժամանակ ինչ անում ես, արդեն ուշացած է։ Ինչ որ չափով ուշացած է։ Մենք հիմա պատրաստ ենք պատերազմին։ Տես մենք ոչ թե պատերազմի պիտի պատրաստվենք, այլ խաղաղության պիտի պատրաստվենք։ Բայց այն իրական խաղաղության, անվտանգ խաղաղության, անվտանգ եւ արժանապատիվ խաղաղության։ Ողջույն, ես Արմեն Խաչիկյանն եմ, մենք շարունակում ենք անվտանգության թեմայով մեր զրույցները, այսօրվա մեր հյուրն է Ռազմարտությունաբերական կոմիտեի նախկին նախագահ, ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանը, ով իդեպ իր եղբայրների հետ 20 թվականի պատերազմին մասնակցում էր որպես կամավոր եւ միանգամից սուր հարցը. Ինչ գործ ուներ Ռազմարտությունաբերական կոմիտեի նախկին նախագահը պատերազմի ժամանակ առաջնագծում։ Քանի որ ես այդ օրը առավոտ 7:30 զանգ չստացա, թե ուր պետք է լինեմ եւ որ ժամին, ես որոշեցի, որ պարապմնալու այլընտրակը դա գնալ գրվին մասնակցելն է։ Իրականում իհարկե դու ճիշտ ես, որ իմ ունեցած գիտելիքով, փորձով, ես ավելի շատ բան կարողանայի անել մնալով այսպես արդյունաբերական ճակատում, բայց պատերազմի արդյունքը դա չէր փոխելու։ Ամեն դեպքում իմ մի փոքր այսպես մասնակցությունը եղավ պատերազմին, որ ես կարողացա գոնե իմ հետ եղած տղաներին այսպես տիրություն անել եւ չթողնել, որ իրենք անհարկի գլուխները փորձանքի տակ դնեն։ Շատ լավ։ Իսկ ռազմարտությունաբերության մասին եթե խոսելու ունենք, ինչ վիճակում էինք նախկինում, ինչ վիճակում ենք հիմա ու ինչ հեռանկար ունենք ռազմարտությունաբերության։ Դե եթե դատենք արտադրության ծավալներից, ապա այսօր ավելի շատ բան է արտադրվում, շատ ավելի շատ բան է արտադրվում, քան արտադրվում էր մինչև 20 թվականը, բայց եթե դատենք, թե ինչ տեմպերով է զարգանում ռազմական տեխնիկան, սպառազինությունը, ինչ նոր մշակումներ կան, այնտեղ շատ ավելի վատ է վիճակը հիմա, քան առաջ էր, մինչև 20 թվականը կար շատ լավ հավաքած տեմպ, որը այսօր դարել է սերիական արտադրանք, դրանից հետո շատ քիչ նոր բաներ են մշակվել եւ մտել կյանք։ Իսկ ինչն է դրա խնդրեմը։ Կարիք չկա, թե ճիշտ կառավարում չկա, թե ինչն է։ Ռազմարտությունաբերությունը տնտեսության մնացած ճյուղերից եւ ընդհանրապես մեր ռազմական համակարգի բաղադրիչներից տարբերություններ են, որ այստեղ պետությունը մենաշնոր գնորդ է, այսինքն մենաշնոր պատվիրատու եւ պետական հոգացությունը եւ պետական մասնակցությունը եւ պետական առաջնորդությունը այստեղ ուղղակի կենսական կարևոր դեր ունի։ Իսկ առանց դրա, առանց այսպես ակտիվ պատվիրատու լինելու մեր ռազմարտությունաբերությունը չի կարող զարգանալ։ Կմնանք նախկինում մշակած մշակումների արտադրության հույսին։ Իսկ եթե խոսանք պատերազմի ժամանակ ռազմարտությունաբերական խնդիրների ու ընդհանուր առմամբ սպառազինության խնդիրների մասին, մի բան էր միշտ քննարկվում, որ մենք շրջափակված էինք ըստ էության ու շատ դեպքերում ներկրել սպառազինություն շատ դժվար էր, ու այդ ժամանակ հատկապես սուր էր ինքնաբավ ռազմարտությունաբերության ունենալու անհրաժեշտությունը։ Արդյոք հնարավոր է ունենալ ինքնաբավ ռազմարտությունաբերության եւ արդյոք դրա անհրաժեշտությունը կա։ Անհրաժեշտությունը միանշանակ կա, հաշվի առնելով թե ցանկացած ռազմական սրման դեպքում ինչ արագ են փակվում մեր մատակարարման ճանապարհները եւ ընդհանրապես մենք ինչ աշխարհագրության մեջ են գտնվում, մենք պետք է ունենանք հնարավորինս շատ տեղական արտադրություն։ Եվ առաջին հերթին են նույնիսկ սովորական սպառազինությունների մասով, որը թույլ կտա երկարացնել ռազմական գործողությունների ընթացքը, այսինքն կարողանալ ապահովել սեփական զորքերի կարիքները։ Մյուս կողմից ռազմարտությունաբերությունը պատերազմի ժամանակ ունի երկու բան՝ վերանորոգել եւ մնացածնել արտադրությունն աշխատել 3 հերթափոխ։ Եվ պետք է գործարաններն էլ պատրաստ լինեն 3 հերթափոխ աշխատելու, այսինքն պետք է ունենան եւ կադրային բազան, եւ հումքային բազան, եւ պետք է կարողանան արտադրությունը տեղափոխել գետնի ցած, որպեսզի խոցելի չլինի, հա։ Ինչ վերաբերում է իրական դերին, ապա ռազմարտությունաբերությունը պետք է աշխատի պատերազմից առաջ։ Պատերազմի ժամանակ ինչ անում ես, արդեն ուշացած է։ Ինչ որ չափով ուշացած է, բայց դատելով թե մեր այսպես ողերիմ հարևանները ինչ են անում, մենք ռազմարտությունաբերությունը պետք է խնդիր դնենք
անընդունելի կորուստ պատճառելու միջոցներ ստեղծել։ Դա ոնց որ պետք է լինի նաև մեր անվտանգային համակարգի առանցքներից մեկը, եւ եթե ես մի քիչ առաջ են գնում մեր խոսակցության մեջ, եթե այս անընդունելի կորուստը հնարավոր լինի պատճառել, ապա մենք քիչ շատից անվտանգ վիճակում կլինենք։ Անընդունելի կորուստի կոնտեքստում մենք փաստորեն ունենք ինչ-որ մի զինատեսակ, որը կարող էր անհամեմատ մեծ վնաս հասցնել հակառակորդի թե ռազմական թե ոչ ռազմական ենթակառուցվածքներին, բայց դա չօգտագործվեց, իսկ վերջում էլ շատերն ասացին, որ դա օգտագործվեց, դա Իսկանդերի մասն է խոսքը, օգտագործվեց Շուշիի ուղղությամբ, թե 10%-ով օգտագործվեց։ Եթե մենք ունենայինք այդ անընդունելի կորուստ հասցնող զինատեսակը, միգուցե էլի նույն խնդրի առաջ կանգնեինք։ Դե եթե դու դա ունես եւ հակառակորդները գիտեն, որ դա ունես, ապա հազար անգամ կմտածեն եւ վերջում չեն հարցակվի։ Իսկանդերի հետ կապված ինձ թվում է մեր հակառակորդները, մեր թշնամիները գիտեին, որ դրա օգտագործման հետ կապված կան խնդիրներ եւ չկա այն կամքը հենց սկզբից օգտագործելու եւ անընդունելի կորուստ պատճառելու։ Բայց մյուս կողմից էլ պետք է ասել, որ այդ Իսկանդերը այն միջոցը չի, որ անընդունելի կորուստ կարող է պատճառել։ Շատ լավ։ Եթե վերադառնանք պաշտոնավարման ժամանակահատվածին, շատերը խոսում էին բարեփոխում, ու միշտ գրեթե բոլոր անվտանգային եւ պաշտպանական ոլորտի նոր ղեկավարները, նոր պաշտոնյաները խոսում են բարեփոխումների մասին, բայց մենք արդեն 10 տարի է խոսում ենք ինչ-որ բարեփոխումների մասին, բայց բարեփոխումները շատ քիչ են։ Չարեփոխումները ավելի շատ են։ Հա։ Ինչ բարեփոխումներ են ի վերջո եղել եւ ինչ պիտի լինի, որպեսզի մենք փոքրինչ ավելի բարձր որակի անվտանգություն ունենանք։ Եթե դիտարկենք մինչև 18 թվականը, այն ժամանակ պաշտպանական համակարգը եւ ռազմարտությունների համակարգը դիտարկվում էր որպես մեկ ամբողջություն, բայց դա ուներ իր թերությունները։ Այսինքն եթե պաշտպանության նախարարությունը գնում էր սպառազինություն, այն չէր կարող գնել տեխնոլոգիաներ։ Հա չէր կարող գործարան ստեղծել, գործարան հիմնել, որովհետեւ ես մի անգամ ասել եմ, եթե փողը չերիքեր, գործարանը կծախեին, որ փամփուշտ առնեին։ Մեր այսպես անվտանգային իրավիճակում կարևորը որպեսզի որ ռազմարտությունաբերություն ունենար ինքնուրույն դեր, լինելով տեխնոլոգիաների, տնտեսության եւ անվտանգության պաշտպանության այսպես հատման կետում, որպեսզի կարողանար ապահովել եւ տնտեսական առաջընթացը եւ տեխնոլոգիական առաջընթացը եւ պաշտպանական համակարգի իր դերը կարողանար կատարել։ Այնիշ տեղ ունեցավ ամենևին չնպաստեց դրան, այսինքն ստեղծվեց մի արհեստական նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ռազմարտությունաբերության կոմիտեն տեղափոխվեց այդ նախարարության ենթակայության տակ եւ այսօր էլ տեսնում ենք, որ միևնույն է չի կարողանում լիաթոք շնչել եւ լիարյուն աշխատել։ Իսկ եթե գնահատական տալ լինենք մեր անվտանգային ճարտարապետությանը, ինչ վիճակում ենք մենք ու ինչ պիտի անենք։ Դե իմ կարծիքով անվտանգային ճարտարապետության եւ ընդհանրապես անվտանգության համակարգի առանցքը պետք է լինի կամքը, հաղթանակի կամքը։ Եթե չկա հաղթանակի կամք, եթե չկա հաղթելու նպատակ, ապա ինչ ուզում ես արա, ինչքան ուզում ես պարազինություն ձեռք բեր, ինչքան ուզում ես խրամատներ փորի կամ ամրաշինական կառույցներ, եթե այդ կամքը չկա եւ չկա մարտական ոգին, ապա առաջին իսկ հարվածից հետո փլուզվում է ամեն ինչ։ Միջալից մեր հակառակորդները հենց այդ ուղղությամբ աշխատում են, որպեսզի ձևավորեն այսպես առաջին զինաթափող հարված կատարելու հասցնելու կարողություն, որպեսզի մեր կառավարման եւ կապի եւ ղեկավարման ընդհանրապես համակարգը առաջին իսկ հարվածով շարքից դուրս գա, այդ ժամանակ արդեն առաջնագծում կրվող զինվորի կռվելն էլ է անիմաստ դառնում։ Դե փաստորեն պատերազմին հենց այդպես էլ արեցին։ Իրականում 20 թվականին այդպես չէր։ 20 թվականին կար կամքը, այսինքն այդ կամքը ամբողջապես վերացված չէր։ Եվ կային հերոսներ, կան հերոսներ էլ, հա, եւ հերոսությունները կա, բայց այսօր ինչ է կատարում, այդ հերոսությունը մոռացվում է, կամքը իսպար բացակայում է։ Իրականում այդ կամքը ձևավորվում է որպես հավաքական կամք, հա, եւ առաջնահերթ է, որպեսզի հանրությունը, պետությունը, համայնքները եւ քաղաքացին իրենց զգան որպես մեկ միասնություն եւ այդ հավաքական կամքը իրականում ձևավորված լինի, որպեսզի կարողանան հաղթել։ Լավ, վերադառնալով ռազմարտությունաբերությանը, ինչ ենք արտադրում։ Ես իհարկե գիտեմ, բայց
ուզում եմ նաև քննարկենք ինչ ենք արտադրում, ինչպիսի պրոդուկտներ ունենք ու ինչ խնդիր են լուծում այդ պրոդուկտները մեր երկրի պաշտպանության համար։ Դե եթե դատենք վերջին ռազմական ցուցահանդեսից, որը անցկացվեց Հայաստանում, մեծ քանակի եւ մեծ տեսականի ներկայացված անօթաչու թռչող սարքերի եւ հետախուզական եւ հարվածային եւ ինքնավաճառչացվող հարվածային, այսինքն կամիկաձեների մասին է խոսքը, եւ դրանք կան բանակում, բայց բանակի այսպես կառուցվածքը չի ձևափոխված այնպես, որ բոլորը կարողանան դրանք օգտագործել։ Կա դաշտային հրետանի, ականետեր, արտադրում են դրանց համար զինամթերք, նույնիսկ հրետանային զինամթերք կա, կապի որոշ միջոցներ, հանդերձանք, ռադիոլոկացիոն կանոններ, ինքնակառավարվող միջոցներ եւ այլն։ Շատ բաներ կան, բայց մենք այսօր ունենք նոր սպառազինության կարիք, նոր տեսակի սպառազինության կարիք, որը ինչպես նախորդի ասացի, կարող է ձևավորել անընդունելի կորստի այսպես մոտեցումը, կոնտեքստը եւ որը կլինի այն զսպման միջոցը, որը թույլ կտա կամ հետաձգել կամ ընդհանրապես խուսափել պատերազմից։ Դե նայեք, հիմա փաստորեն տեղական արտադրությունը ունենք Հնդկաստանից, կարծես թե այլ երկրներից եւս սպառազինության ներկրում ունենք, էլ ինչա պետք։ Փաստորեն ամեն ինչ կա։ Չէ, դրա համար անհրաժեշտ է որպեսզի մեր անվտանգության համակարգը, պետությունը, հասարակությունը եւ յուրաքանչյուր քաղաքացի ունենա եւ իմանա իր դերը։ Վարժված լինի, պատրաստված լինի այդ դերը կատարելուն։ Յուրաքանչյուրը իմանա մարտի մեջ մտնելու կամ պատերազմի մեջ մտնելու իր հերթը, պատրաստված լինի, հանդերձված լինի, ունենա ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իր դերը կատարելու համար։ Այսօր մենք այդ վիճակից դեռ շատ հեռու ենք։ Մենք չգիտենք, ասենք, ես ու դու չգիտենք կռիվ որ եղավ, ուր ենք գնալու։ Հա, եւ սպասելու ենք, իրականում սպասելու ենք հրամանի, չնայած թղթի վրա ամեն ինչ ձևավորված է։ Ձևավորված է զինված ուժերի համակարգը, ձևավորված է տարածքային պաշտպանության ուժերի համակարգը, ձևավորված է տեղական պաշտպանության ուժերի համակարգը, կա զորամասային պլաններ, բայց դրանք միայն թղթի վրա։ Էն էլ դեռ պարզ չի ազգային անվտանգության ռազմավարության պայմաններում ինչ էական դեր դրանք ունեն այդ թղթերը։ Դե ազգային անվտանգության ռազմավարությունը վերջինը 20 թվականի փետրվարին հրապարակվել, դրանից հետո ոչ մի նոր ոչ, որովհետև այն ինչ որ հրապարակվել է 20 թվականի հուլիսին, դա ազգային անվտանգության ռազմավարության կարգավիճակ չունի։ Վերջինը հրապարակվել է 2010 թվականից առաջ։ Իրականում գործողը դրանից առաջ։ Բայց ինչ պետք է անենք, հա, մենք չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը մեր տեղը թուղթ գրի։ Հա, մենք պետք է որպես քաղաքացի, որպես համայնք, որպես հասարակություն, մենք պետք է ակտիվ պահանջատեր լինենք, ոչ միայն որ դա լինի, հա, այլ նաև մեր յուրաքանչյուրս մեր դերում կատարելագործվենք։ Եվ եթե գտնում ենք, որ կարողությունները ավել են, քան այն դերը, որը մինչ այժմ ունենք, պետք է ստանձնել նոր դեր։ Կա մարդ, որ ասենք լավ հրամանատար է, կա մարդ, որը լավ հրետանավոր է, բայց ավելի իրեն զգում է պատրաստ անօթաչու կիրառելուն կամ խրամատ փորելուն, հա, հակառակը։ Եվ այլն, այսինքն դերը պետք է ստանձնել, այդ դերին պետք է վարժվել, այդ դերը պետք է կարողանալ կատարել եւ մի քիչ էլ կողքինից շատ այսպես տարածված բան է, ամեն մարդ իր գործը պետք է անի, հա, բայց ես հակառակն եմ ասում, ամեն մարդ պետք է անի այն գործը, որ լավ է կարողանում անել, մի քիչ էլ կողքինի գործից իմանա անել, որտեղ այն գործը, որ անհրաժեշտ է անել, եւ իմանա այն գործերը, որ անհրաժեշտ է անել, չպետք է գործ լինի գետնին ընկած։ Հիմա եթե դա համեմատենք 2020 թվականի պատերազմի հետ, ռազմաճնամերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը առաջնագծում սովորական զինվորի պես կամավոր ծառայություն էր անում։ Ինչ է անում ընդեղ, ինչ։ Դա այդպես չպիտի լինի։ Բայց ինչ է անում ընդեղ։ Դիրք է պահում։ Ու դիրք է պահում, իրականում դիրք է պահում եւ ասենք, եթե ես չլինեի, հա, իմ տեղը ոչ ոք չէր գնալու։ Բայց իմ տեղը իհարկե այնտեղ չէր։ Հա, եթե հետադարձ հայացք գցենք, միջալոց ոչ միայն իմը, հա, շատ մարդիկ, ասենք գիտնականներ են գնացել, որոնք պետք է ուրիշ գործով զբաղված լինեին, գնացել են արդյունաբերողներ, գնացել են արտադրական ձեռնարկությունների տնօրեններ, գնացել են այնպիսի մարդիկ, որոնք պետք է ուրիշ գործ անեին։ Միջալոց ասենք նույն 19 թվականին զորակոչվել է մեր ընկերներից մեկը, որը ռազմաճնամական ձեռնարկության տնօրեն էր այն ժամանակ, եւ պաշտպանության նախարարությունը ուներ հետը կնքած պայմանագիր։ Աբսուրդ։ Շարքային
գնացել էր ծառայելու այդ մարդը, իհարկե այնտեղ իրեն մի քիչ ուրիշ ձև էին վերաբերվում, բայց դա էլ աննորմալ վիճակ էր, որ ասենք մարդը, որ պաշտպանության նախարարության համար գործ է անում, պայմանագիր ունի կնքած եւ ստորագրություն ունի նախարարության գլխավոր քարտուղարի կողքը դրած, զորակոչվել է որպես հասարակ շարքային, չպետք է այդպես լինի։ Իսկ լավ, ոնց որ թե բնական դու ես իրեն ճանաչում էլի։ Հա, ոնց որ բնական ճանապարհով գնում ենք դեպի համապարփակ անվտանգությանը, այն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իր ունակությունների, կարողությունների սահմանում պիտի առավելագույնս ներդնի իր հնարավորությունները անվտանգության ապահովման մեջ ու նաև պետությունը որպես համակարգաստեղծ եւ համակարգապահպան ինստիտուտ կարողանա յուրաքանչյուր մարդու կարողությունները գնահատել եւ ըստ այդմ կիրառել իրան որպես անվտանգության ապահովման մի գործիքներից մի գործիք։ Կա հնարավորություն դա անելու համար, թե մենք շատ հեռու ենք դրանից։ Մենք առայժմ հեռու ենք դրանից, բայց դրա տեսական հիմքերը կան ձևակերպված արդեն, ուսումնասիրվել է մեր նման փոքր երկրների փորձը, այնպիսի երկրներ, որոնք ունեցել են եւ ունեն դոմինանտ հարևան, որը այնքան էլ բարեկամաբար չի տրամադրված, կա Շվեյցարիայի փորձը, կա Իսրայելի փորձը, կա Ֆինլանդիայի փորձը, Սինգապուրի, ելի մի քանի փոքր երկրներ, որոնք կարողացել են ստեղծել այնպիսի անվտանգային ճարտարապետություն, որ իրենց վրա չեն հարձակվում։ Իրենց վրա չեն էլ ուզում հարձակվել, իրենց վրա հարձակվելիս գիտեն, որ զենքի տակ կանգնում են միլիոնավոր մարդիկ։ Մենք ուրույն իրավիճակում ենք գտնվում, այն իմաստով, որ մենք ունենք սփյուռք, եւ սխալ կլինի Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը հիմնել եւ հենվել միայն Հայաստանի բնակիչների վրա, մանավանդ որ գիտենք, որ ինչ էլ անենք, բնակչությունը 100%-ով չի մոբիլիզացվելու։ Մենք այսօր բնակչության ստվար զանգվածներ ունենք, խավեր, չասեմ, շերտեր ունենք, արտասահմանցիներ օրինակ, տասնյակ, եթե ոչ 100,000-ով արտասահմանցի ունենք Հայաստանում բնակվող, որոնք չեն ուզենալու իրենց գործը վերցնեն, իհարկե, եթե առաջին հերթին չկարողանան փախնել, իրենք զբաղեցնելու են ռեսուրսները, թեստեկուս քաղաքապաշտպանության, քաղաքացիական անվտանգության ռեսուրսները, որը այլ պարագայում Հայաստանի քաղաքացիների վրա է ծախսվել, օրինակ ասենք սնունդը, էներգետիկան, ներքին անվտանգությունը, սահմանային անվտանգությունը եւ այլն։ Ինչ պետք է անենք։ Պետք է նաև կարողանանք այդ ռեսուրսը օգտագործել։ Դրանց համար պետք է ունենանք նախապատրաստված դեր, պետք է հաշվառած լինենք այդ մարդկանց, պետք է իմանանք յուրաքանչյուրի տեղը, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ունի անելիք եւ պարտավորված լինի այդ անելիքը անելու։ Այլապես կզրկվի այն բարիքներից, որ Հայաստանի հայկական պետությունը իրենց համար ապահովում է։ Այսօր ապահովում է առողջապահություն, այսօր ապահովում է կրթություն, ապահովում է անվտանգություն, քիչ թե շատ, ապահովում է արդարադատություն եւ այլն, լիքը տարբեր բաներ։ Այդ ապահովելը գին ունի, եւ իրենք պետք է պատրաստեն վճարել այդ գնի իրենց բաժինը։ Մյուս կողմից մենք սփյուռքը պետք է մոբիլիզացնենք ոչ թե եւ ոչ միայն պատերազմի ժամանակ, սրացման ժամանակ, այլ անընդհատ, եւ պետք է կարողանանք օգտագործել այն ռեսուրսը, ֆինանսական կլինի, նյութական կլինի, արտադրական կլինի, թե քաղաքական դիվանագիտական, որը այդ սփյուռքը իր մեջ կրում է։ Հիմա սրանից մի քանի տարի առաջ, չգիտեմ հիմա այլ այդպես թե ոչ, օրինակ ՆԱՏՕ-ի օդային ուժերի հրամանատարը Եվրոպայում հայեր ծագումով։ ՆԱՏՕ-ի օդային ուժերի հրամանատար։ ՆԱՏՕ-ի օդային ուժերի հրամանատարը Եվրոպայում, հայ, ծագումով հայ։ Պիտի կարողանանք այդ ռեսուրսը օգտագործել։ Արգենտինայում ունենք ադմիրալ, Ռուսաստանում ունենք լիքը զինվորականներ, որոնք ինչ որ բաներ կարող են ինքնուրույն որոշել։ Պարզ է, որ չեն կարողանալու անմիջապես այդ պետությունների կողմից ռազմական հարված հասցնել, եթե Հայաստանի վրա հարձակում եղավ, բայց իրենց անձնական գիտելիքը, փորձառությունը կարող է կիսել։ Հետես առաջի պատերազմի ժամանակ 90-ականներին, լիքը մարդ եկավ Հայաստան։ Գեներալ Իվանյանը, Դալիբալթյանը, Արկադի Թադևոսյանը, եւ լիքը մարդիկ, Յուրի Խաչատուրովը, որ այն ժամանակ հայկական բարակից պատճեր, ու շատ մարդիկ եկան եւ իրենց փորձը, իրենց գիտելիքը, իրենց կարողությունը, նաեւ իրենց անձնական անձամբ են այդ մարդիկ նաեւ անձամբ են մասնակցել այդ պատերազմներին, կարողացան բերել ներդնել Հայաստանի պաշտպանության գործում։ Մենք չենք կարող այսօր
ասել, որ մեզ պետք չեն այն մարդիկ, ով Հայաստանում այսօր չեն բնակվում։ Դա կլինի հանցագործություն։ Իսկ Հայաստանի պետական ու անվտանգային համակարգը պատրաստ է ընդունել այդ մարդկանց հիմա, որովհետև այն ժամանակ դաշտը, այսպես ասած, ավելի պարարտ էր, ու այդ մարդիկ եկան ու շատ սահուն ձևով, սինխրոն ձևով մտան անվտանգության պաշտպանության համակարգի մեջ։ Հիմա նույն մարդիկ նշված ՆԱՏՕ-ից կամ Արգենտինայից կամ Ամերիկայից, ովքեր լուրջ անվտանգային պաշտպանական փորձ ունեն, պետությունը եւ համակարգերը պատրաստ են իրենց արդյունավետ ձևով ներգրավել եւ օգտագործել հանուն հայրենիքի անվտանգության։ Դե հիմա տես այն ժամանակ բանակ չկար, բանակում հաստիկներ էլ չկային, հա։ Այսօր այդ բանակը կա, բայց բանակի բոլոր հաստիկները զբաղված են։ Իսկ նույնիսկ այն բարձր, ամենաբարձրաստիճան հաստիկները շատ քիչ է լինում, որ թափուր տեղ է լինում։ Բայց միևնույն ժամանակ մենք չպետք է ասենք, որ քանի որ ասենք օրենսդրությունը արգելում է արտասահմանցիներին ներգրավել զինված ուժերում եւ այլն, մենք չենք կարող այդպիսի բան անել։ Լրիվ հակառակը, մենք պարտավոր ենք յուրաքանչյուր ռեսուրս, իմիջիայլոց այս պարտադիրել չի հայ լինի։ Պարտադիր է որ լինի Հայաստանին նվիրված, ունենա շահեր Հայաստանում եւ կարողանա ապացուցել, որ այդ շահերը անձնականից ավելի վեր են։ Ինքը ավելի շատ բան կարող է տալ, քան անձնական կարողությունն է։ Եվ մենք պետք է կարողանանք ձևակերպել եւ ձևավորել այնպիսի համակարգ, որ ցանկացած ռեսուրս, նաեւ թշնամու ռեսուրսը, կարողանանք օգտագործել իշահ մեզ։ Մեծ սովորաբար հակառակն է տեղում։ Սովորաբար մեր ռեսուրսները շատ արագ դառնում են անտեսանելի, անլսելի եւ նույնիսկ այն ամեն ինչը, ինչ օրինակ մենք ունեինք 20 թվականին պատերազմի ժամանակ, հա, չկարողացանք կիրառել։ Լիքը օրինակ կապի միջոցներ մնացել են պահեստում։ Եկը ջերմատեսիլ նշանոցներ մնացել են պահեստում։ Այդ նույն Թուրքիից ուղարկված գումարներով եւ այլն կամ նույնիսկ այդտեղում արտադրված, հա։ Եվ լիքը մարդ օրինակ զորակոչված, զորահավաքով զորակոչված մնացել է չհասած պատերազմ կամ պատերազմին է հասել կամ պատերազմական գոտի է հասել շատ ուշ կամ հասել է առանց համապատասխան հանդերձանքի կամ ոչ լիարժեք տեղանքը ծանոթ լինելով։ Դե հիմա օրինակ ես բերեմ իմ անձնական օրինակը, ես ունեի զինվորական համազգեստ, հա, եւ կոշիկ եւ ինչ որ չափով պատրաստված եմ գնացել։ Բայց հետս մարդիկ կային, որ ամառային հագուստով, քաղաքային կոշիկով եւ այլն գնացել հասել են պատերազմի գոտի, այնտեղ նոր ստացել են արդեն ռմբակոծված զորամասի իրային պահեստից ստացել են հանդերձանք։ Դա այդպես չպետք է լինի։ Պատերազմական գոտի մեկնելուց առաջ արդեն ամբողջապես հանդերձված լինես, իմանաս ստորաբաժանումը համարը հրամանատարին վաղուց պետք է իմանաս իրեն, հա, տեղանքը եւ մարտական խնդիրը պետք է իմանաս, տեղանքի պետք է ծանոթացած լինես եւ օրինակ տարածքային ուժերի գաղափարը հենց դրանից է գալիս, որ յուրաքանչյուր ստորաբաժանում ունի արդեն իր նախապես հատկացված ամեն ինչը, այդ թվում նաև տեղանքը, որին ինքը ծանոթ է, ունի կայուն կազմով ստորաբաժանումներ, ունի կայուն կազմով կապի եւ կառավարման համակարգ, հրամանատարություն եւ այլն, որ կարողանա հնդածս մտնել մարտի։ Իսկ իրականության մեջ մի քիչ ուրիշ է։ Իրականության մեջ մենք գնում ենք 25 օրյա վարժական հավաքների, որից 10 օրը զորավարժը դաշտում ինչ որ բան անում են, 15 օրը գնում են դիրքապահային փոխարինում։ Չնչի բացառություններով իհարկե, ասենք մասնագիտություններ կան, հոբ, կապ կամ հրետանի, որոնք չեն գնում, ասենք դիրքային ծառայության, բայց այդպիսիներ են եղել։ Շատ լավ, լինելով փաստացի մեր անվտանգային համակարգում կարևոր դեր ստանձնած մարդ, մենք հիմա պատրաստ ենք պատերազմին եւ պատրաստ ենք առհասարակ ռազմական սպառնալիքներին դիմագրավել, թեկուս ռազմական արտադրանքի կամ սպառազինության տեսանկյունից, չասենք նույնիսկ քանակի, այլ գոնե որակական առումով։ Մենք ունենք այնպիսի ռազմական արտադրանք, որը եթե ծավալը մեծ լինի եւ հնարավորությունները մարդկային էլ բավարարեն, մենք կարողանանք գոնե մի ձևով դիմագրավել հակառակորդին։ Տես մենք ոչ թե պատերազմի պիտի պատրաստվենք, այլ խաղաղության պիտի պատրաստվենք։ Բայց այն իրական խաղաղության, անվտանգ եւ արժանապատիվ խաղաղության, որը պատերազմի պատրաստության մի քիչ ավելի շատ բան է, պատերազմի պատրաստությունից մի քիչ ավելի շատ բան է ենթադրում։ Դու պետք է կարողանաս հասարակության մեջ ունենաս գոնե քիչ թե շատ համախմբում, հա, պատերազմը առանց համախմբված հասարակության պարտված պատերազմ է։ Տնտեսությունը պետք է կարողանաս արագ տեղափոխել ռազմական ռելսերի։ Այսօր դա այդ հնարավորությունը չկա։ Ռազմարտությունաբերությունը ընդհանրապես մեր տնտեսության շատ փոքր մասն է կազմում, եւ եթե միայն ռազմարտությունաբերություն զարգացնենք, ապա չենք կարող եւ չենք կարողանա ապահովել հարատև եւ կայուն զարգացում,
պատերազմի էլ լինի, թե խաղաղության պայմաններում էլ լինի։ Մենք պետք է խաղաղության պատրաստվենք, ոչ թե պատերազմի։ Բայց եթե վերադառնանք հենց բուն ռազմական անվտանգությանը, իհարկե դեռ շատ գործ կա անելու։ Շատ գործ կա անելու եւ արտադրության ծավալների կազմակերպման իմաստով, եւ տեխնոլոգիաների ներկրման յուրացման եւ դրանց արդյունաբերություն եւ զինված ուժերում ամբողջական ներթափացման մասով դեռ շատ բան կա անելու։ Բայց ամենակարևորը, որ դեռ ինչով մենք դեռ պատրաստ չենք, մեր հասարակությունը պատրաստ չէ պատերազմի, որովհետեւ չկա ձևավորված այն հավաքական կամքը հաղթելու։ Դե քանի որ ես մասնագիտությամբ սոցիոլոգ եմ ու սոցիոլոգիական հետազոտություններ Արար հիմնադրամը իրականացնում է, ասեմ, որ հասարակության կեսից ավելին կարծում եմ, որ Հայաստանը պատրաստ չի պատերազմին եւ պատերազմի վտանգը շատ սուր է ընկալվում ու այս պայմաններում ես շատ դժվար եմ պատկերացնում ոնց է կարողանալու տղամարդիկ զորակոչվեն ու գնան պատերազմ, երբ որ ինքնըստինքյան հասարակության մեջ այդ մտայնությունն է, որ մենք պատրաստ չենք դիմագրավելու հակառակորդին, մինչդեռ իմ կարծիքով այդքան ծանր չի մեր վիճակը։ Ես սխալվում եմ։ Իմ հետ պատերազմ գնացած մոտապես 40 հոգուն այդ երկու ավտոբուսով, որ Նորքի զինկոմիսարիատից շարժվեցինք, երևի այդ 40 հոգուց 35-ը այսօր կասի, որ կռիվ որ լինի չեմ գնա, եւ իհարկե մի մասը կգնա, ասենք այդ ասողները, երբ որ առաջի գրակոչներ եղան կամ հրետանային սկսեց աշխատել երկու կողմից էլ հաստատ գնալու են, այդպես չի։ Բայց մյուս կողմից ասենք մենք դրանից հետո այդ պատերազմից 20 թվականի եւ դրանից հետո էլ ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, որ հետ են մեզ պահում պատերազմի մասնակցությունից։ Օրինակ, ասենք զոհվածների կամ վիրավորների նկատմամբ սոցիալական պատասխանատվությունից եւ ոչ միայն սոցիալական, առաջին հերթին հոգեբանական պատասխանատվությունից, հոգացությունից ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնք չեն իրականում նպաստում անվտանգային համակարգի զարգացմանը, չեն նպաստում համապարփակ անվտանգային համակարգի զարգացմանը, չի իրականացվում եւ չի իրականացվել հասարակության հոգեբանական պատրաստություն, մինչդեռ դրա լրիվ նախադրյալները կան։ Մենք այսօր ունենք Արցախից տեղահանված բնակչության մեծ մի մաս, որը ամեն ինչ տեսել է իր կյանքում, տեսել է օրինակ մարդիկ կան, Շահումյանից մի հատ տեղահանվել են, գնացել են Մարտակերտ, երկու անգամ այդ նույն պատերազմի ընթացքում Մարտակերտից գնացել են Ստեփանակերտ, հետ են գնացել 20 թվականին մի հատ էլ իրենց բնակավայրից տեղահանվել են, մի հատ էլ են եկել Ստեփանակերտ, մի հատ էլ են տեղահանվել, եւ իրենք այդ թրծված են, իրենք կոփված են, իրենք ունեն այն կայունությունը հոգեբանական, որը կարող են, այսպես իրենցից մարդ կարող է բռնվի, որ չընկնի, իրենք ընկած չեն, եւ մենք էլ պետք է գտնենք այն հենասյուները, ինքներս դառնանք այդ հենասյուները, որ մեզնից էլ բռնվեն, չընկնենք։ Փաստացի մենք 100,000 Արցախի բնակիչների, ովքեր այդ ռազմական, քաղաքացիական փորձ ունեն պատերազմի ժամանակ, անտեսել ենք, մենք ասածը պետությունը։ Ու բավարար ուշադրություն չի դարձնում, ու այդ փորձը չի փորձում կիրառել նաև հետագայում միգուցե նաև Հայաստանի ուղղությամբ պոտենցիալ հնարավոր ռիսկերի դիմագրավելու առումով, որը հերթական ապացույցն է, որ ոնց որ թե մենք պատրաստ չենք նաև խաղաղության։ Դες այդ ռազմական փորձի մասով ես որոշակի վերապահում ունեմ։ Կռվել են, եւ 20 թվականին են կռվել եւ 16 թվականին են կռվել եւ 90-ից 94 թվականին են կռվել եւ ընթացքում, բայց 23 թվականին հերոսական երկօրյա միջալոց, որ ասում են մի օր էլ չդիմացավ, դա այդպես չէ, երկօրյա այսպես դիմադրությունից հետո ոմանք նաեւ զինաթափվել են։ Այսինքն հարկադրված զինաթափվել են։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է իհարկե։ Զինաթափված զինվորը, զենքը վայր դրած զինվորը իր մոտ հոգեբանական բարդույթ է առաջանում, դժվարություն է ունելու։ Բայց դա ոչ թե խնդիր է, այլ լուծելի խնդիր է։ Պետք է վերականգնել նրա հոգեբանական կայունությունը, դիմակայունությունը, եւ դրա ձևերը կան, գործիքները կան, դու ինձից ավելի լավ գիտես դրա մասին։ Բայց դա չի արվում։ Եվ առաջին հերթին իրականում պետք է վերականգնել մեր զինվորականության շրջանում հոգեբանական պատկերը, մարտական ոգին, որը միայն
կարող է ռազմակոչով կամ հենց մարտակոչով վերականգնվել եւ պատրաստությամբ իհարկե, բայց նաեւ պետք է լինի այդ մարտակոչ ռազմակոչը, որպեսզի մարդիկ զգան, որ իրենք պահանջված են, որպեսզի մարդիկ իմանան, որ իրենք պահանջված են, իմանան իրենց դերը, իմանան իրենց այսպես նշանակալի դերը, հա, բոլորը նրանց նայում են որպես հայրենիքի պաշտպան, իրենք էլ պետք է իրենց զգան որպես հայրենիքի պաշտպան, բայց միայնակ չզգան։ Շատ լավ։ Եվ վերջին թեման, որ կուզեի խոսենք, խաղաղությունը։ Այ խոսեցինք, որ մենք պետքա փորձենք խաղաղության հասնել, որն է խաղաղության գաղտնիքը, գրավականը, բանաձևը։ Չի լինում խաղաղություն առանց ուժերի հավասարակշռության։ Եթե ինչ որ մի կողմի մոտ նախկինում կոնֆլիկտի մեջ գտնված է, ինչ որ մի կողմի մոտ կա գերակա ուժ, միշտ կա գայթակղություն իր ուզածը ռազմական ուժով ստանալու։ Եվ մեր պատրաստությունը խաղաղության պետք է լինի հենց ուժերի հավասարակշռության վերականգնումը։ Հիմա շատերը կասեն, լավ, Թուրքիա եւ Ադրբեջանի դեմ, հա, ինչ ուժերի հավասարակշռության մասին են խոսում։ Եթե 3 միլիոն, այսպես պատկերավոր, հա, ասենք, եթե 3 միլիոն թունավոր եւ սուրբ փուշ ունեցող ոզնի լինենք, հա, այդ կլինի կլինի ուժերի հավասարակշռություն։ 10 միլիոն էլ դրսից փուշ լինի ուղված, հա, եւ լինի պատրաստություն, լինի կամք այդ ամեն ինչը կիրառելու, այդ ունենալու եւ կիրառելու, հա, այդ ժամանակ մենք կունենանք խաղաղություն։ Այսինքն այդ հայտնի ալեգորիան, որ եթե դու ոզնի ես ու թույլ ես, իսկ դիմացինդ գայլա կամ չգիտեմ ավելի վտանգավոր կենդանի է, գիշատիչ, ինքը կարա ոզնուն կուլ տա, բայց չի կարա մարսի, ուստի Հայաստանի անվտանգությունը պիտի լինի ոզնու նման, որ ինքը թեկուզ համախմբված, այո, թեկուզ հակառակորդ իրանից շատ ավելի ուժեղ է, բայց այդ ոզնին իր փշերով կարող է այնպես պարփակվի ու անվտանգությունը ապահովի, որ նույնիսկ կուլ տալու դեպքում ինքը չկարողանա մարսել եւ ստիպված լինի հետ վերադարձնել։ Ու փաստորեն մեր ճանապարհն է լինել ոզնի, որը կլինի թեկուզ փոքր եւ թույլ, բայց ուժեղ իր ներսում ու ավելի ուժեղ սրերով, մնում է հասկանանք, թե այդ սրերը որտեղից են գտնելու։ Այդ սուրբ փշերը, որը կարա լինի մեր անվտանգության սուրբ փշերը։ Հաղթելու կամքը եւ համախմբվածությունը։ Այսինքն ոչ ռազմաարդյունաբերական, ոչ սպառազինության, այլ հենց մտքում հոգեբանական, մարտական ոգում է։ Միանշանակ։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար, մենք ի վերջո ամփոփեցինք, որ համապարփակ անվտանգություն ունենալու համար ոչ միայն անհրաժեշտ է ռազմաարդյունաբերություն, սպառազինություն, այլ նախ եւ առաջ ուժեղ մարտական ոգի, մարտական կամք եւ սեփական ուժերին ապավինելու վստահություն։ Այո։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք խոսում էինք Ավետիք Քերոբյանի հետ, մեր անվտանգային թեմաներով զրույցները կշարունակենք հաջորդիվ։